2021 թվականի օգոստոսին կառավարությունը մեկնարկեց Հայաստանի կրթական ենթակառուցվածքների ամենախոշոր նախաձեռնություններից մեկը 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման ու տեխնիկական վերազինման ծրագիրը։ Ձեր համայնքում ծրագրի շրջանակում փոփոխություններ նկատել եք։ Ես չգիտեմ այդ հարցը ինչի եք տալիս, բայց ես մի բան կարող եմ ասել, որ ամեն ինչ դեպի լավն է գնում, փոփոխություն կա։ Շատ լավ, Ավրինք է, Զորանա մեր վարչապետը, շատ լավ է, շատ լավ բան անում։ Առաջին, աբա իհարկե, առաջինը կրթությունը չի, կրթությունն է, Ավրինք է, շատ լավ բան անում, վատ չի անում։ Մեկ հին դպրոց քանդվեց, հիմա նոր դպրոց է մեծ կառուցվում, շատ մեծ դպրոց, ահա, շատ ոգևորիչ է։ Ճիշտն ասած, հա, քաղաք Չարենցավանում եմ ես ապրում, վերանորոգվել է, կոնկրետ այն պարտեզը, որը որ իմ մեծ տղասագնում վերանորոգվել է ու շատ լավ է ստացվել։ Կառուցել ինձ թվում է իմաստ չունի, վերանորոգել իհարկե, եւ ամենակարևորը ուսուցչական բազան։ Մնացածը ինձ թվում է կլինի փող եւ գներ դնեն, էլի հիմա ուսուցչականի խնդիրը, որովհետեւ ուսուցիչներ քիչ են, երեխաները լիարժեք կրթություն չեն ստանում եւ դա ցավալին է, որ նորմալ է համարվում հիմա Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ավագ դպրոցներում։ Իհարկե խոսքը չի գնում են յուրահատուկ դպրոցներում, որտեղ որ իհարկե ամեն ինչը պատշաճի է կատարվում, իսկ ինչ որ վերաբերում է մնացած դպրոցներին եւ մեծամասամբ ավելի լավ կլիներ ուսուցչական հատվածի վրա ուշադրություն դարձնեին։ Իհարկե վերանորոգումը իր տեղը ունի, բայց ուսուցչական բազան ավելի լավ կլինի։ Հա, մանկապարտեզը լավ փոփոխվել է, շատ վերանորոգվել է։ Այո, իհարկե։ Ընդհանրապես ամեն տեղ կա փոփոխություն։ Ամեն տեղ, ամեն ինչում։ Իսկ ինչ եք կարծում այս փոփոխություններն ինչ ազդեցություն կունենան երեխաների կրթական որակի վրա։ Կոգևորվեն, լավ վերաբերմունքից մենակ պատասխանատվությունը բարձրանում է եւ զգում են երեխաները, մարդիկ այդ ամեն ինչը զգում են եւ արձագանքում են։ Մենակ դրական։ Մեր ժամանակներով սա փլուզված, քանդված, ցուրտ, սալյարկի փեջ, հիմա փառքաստու տենց բան չկա։ Օ, շատ դրական։ Պատկերացրեք ձեր վրա, միայն չի դուք մտնում եք կառուցված շենք, վերանորոգված, սիրուն, մեկն էլ չի, որ քանդած սովետի ժամանակվա դեռ այդ ներկով եւ այլն։ Բնականաբար դրական։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քաղաքները լավ կլինի էլի։ Դե բարելավում, ինչ փոփոխություն։ Մոտիվացվեն ավելի լավ։ Այո, իհարկե, այո։ Հիմա ինտերակտիվ ուսուցման մեթոդները շատ ընդունված է, շատ կիրառվում է։ Վերջերս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով դպրոցների հիմնանորոգման եւ կառուցման գործընթացին նշեց, որ այն համայնքները, որոնք որ փոքր են եւ դպրոցներից օգտվում են ավելի քիչ թվով երեխաներ, կարիք չկա դպրոցների հիմնանորոգում եւ վերանորոգում կատարելու, քանի որ դրանք հավելյալ գումարների վատնում են։ Համակարծիք եք նրա հետ, թե Չէ, համաձայն չեմ, խի ավել գումար է վատնում։ Իրանք որ թալանում են, դա ավել գումար է վատնում չէր, որ բանա կառուցում են վատնում, հա։ Իրանք ուզում են սաղ անգրագետել, որ ուզեն երկիրը եկավարին։ Բայց այսօր ասում փար, սա երիտասարդությունը կրթվում է, գրագետ է, շատ լավ է։ Կարոջը Ավրինքը, ամեն ինչ անում է։ Կողմ ենք, միանշանակ կողմ ենք մենք։ Դե շատ բարդ հարց է, հիմա պարզա դպրոցը սարքում են պիտի աշակերտներ լինեն, իսկ աշակերտներ չկան, որտեղ դպրոց չի եղել։ Այդ բաներին արդեն ես չեմ կարող պատասխանել, իրանք արդեն կորոշեն այդ հարցերը։ իսկ ինչ եք կարծում փոքր համայնքներին պետք չի գեղեցիկ դպրոց ունենալ։ Իհարկե պետք է, հա։ Դե փոխանակի երեխաները ինչի ժամանակ վատնեն այդքան ու գնան ավելի հեռու տեղ, եթե հնարավոր է մոտիկ ամեն ինչ կազմակերպել, շատ լավ կլինի։ Համաձայն չեմ դրա հետ։ Ես հաստատ համաձայն չեմ։ Ինչ վերաբերվում է մանկապարտեզ, դպրոց, ոնց կարա իմաստ չունենա։ Այսինքն, եթե քիչ են այդ երեխեքը, երեխեք չեն, չի կարա տենց բան լինի։ Ես դրան դեմ եմ։
Ես կցանկանայի հարցին հարցը պատասխանել, իսկ ինչ անեն այդ երեխաները, որոնք որ ուրիշ ելք չունեն եւ իրանք այնտեղ են մնում, այնտեղ են սովորում, այնտեղ են ապրում, ինչ անեն այդ երեխան, լավ, 15-ը չեն, 5-ն են կամ 35-ը չեն, 15-ն են։ Հիմա ինչ անեն այդ երեխաները։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել այլ կերպ։ Ոչ։ Դի կառուցեն, որ երեխաներն շատանան, գնան, սովորեն, որպես լավ երեխաներ մեծանան։ Գիտեք, եկեք այստեղ քաղաքականության մեջ չմտնենք, հա, կրթական ոլորտում։ Ես հնի ոչ մի բանի հետ համաձայն չեմ։ Ոչ մի բանի։